Այս խնդրի կանոնը, որ որպեսզի մանդատ հաշվարկվի, պիտի հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում, որ քաղաքական ուժը իր ճշգրիտ կողմ ձայները որքան են, այսինքն մինչև վերահաշվարկը չավարտվի, մինչև մենք արդյունքները չամփոփենք, խոսել, տեսեք, խոսել, այստեղ ես ուղղակի մանդատի հաշվարկ ասեմ, մանդատը հաշվարկելուց ինչպես է հաշվարկում, ասում է շեմը հաղթարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով եւ ստացված թիվը բաժանվում են մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Հիմա երբ որ մենք այս թվերը, ճշգրիտ թվերը չունենք, ավելին մենք չունենք պատկերը, ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, որովհետև այստեղ այդ կողմ ձայների, ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է, այս հանգամանքով կարող է փոխվել։ Տեսեք, հարգելի, դա եմ ասում, մենք ունենանք, հարգելինես, տեսեք, ես որ ասում եմ ամփոփման ընթացքում, տեսեք, բացատրեմ, այդ բոլոր հարցերի գնահատականը պիտի տվի արդյունքի ամփոփման, օրինակ մենք մի տեղամաս ունենք, ըստ ահազանգի, այդ թվում նաև ընտրատարածքի կամ նախագահը կամ հանձնաժողովի անդամ, չգիտեմ, գնացել է այդ տեղամասը եւ արձանագրել է, որ 12-ի դրոպ 13-ը, որ չգիտես ոնց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը, հանձնաժողովի անդամները ասում են կոնկրետ մի քաղաքական ուժի քվեաթերթիներ չի եղել։ Չէ, 8-րդ համարի քվեաթերթիկ չի եղել։ Ու այդ հանձնաժողովականները, այդպես տեղամասային նկատի ունեն, պատճառաբանել են իբր իրենց ընտրատարածքից են զանգել, ասել են, որ 8-ն ու 13-ը ինքնաբացարկ են տվել, նորմալ է, որ ցես ինչ-որ, չգիտեմ ես, այդ թող հետո իրավապահները կպարզեն, թե ոնց է այդպես եղել, բայց այդ տեղամասը հիմա այս ամեն ինչ որ եկանք արդյունքները ամփոփելուն այդ փաստերը, երբ որ գնահատեցինք, ամենայն հավանականությամբ այդ տեղամասի ամբողջ քվեարկությունը ես չգիտեմ այդտեղ ով որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել։ Ամբողջությամբ ամենայն հավանականությամբ մենք այդ տեղամասի քվեարկության արդյունքը անվավեր ենք ճանաչել։ Որովհետև այդ պարագայում չի կարող քվեարկությունը համարվել այդ տեղամասում կայացած լեգիտիմ։ Ասածս այն է, որ մենք այս տիպի խնդիրները դեռ առաջիկա օրերին գնահատելու ենք եւ արդեն մեր արդյունքների ամփոփման ժամանակ այս բոլոր հարցերի պատասխանները մենք պիտի ունենանք։ Մենք մեր համար պիտի ունենանք։ Տեսեք, լավ, հարգելինես, երբ որ ես ասում եմ արդյունքների վրա ազդող, ես դա նկատում եմ ընդհանուր արդյունքների վրա ազդող, որովհետև մեկ կամ նույնիսկ երկու տեղամասի, հակառակ դեպքում, տեսեք, եթե մեկ կամ երկու տեղամասի օրինակ ընտրախախտումը ընդհանուր արդյունքների վրա պիտի ազդեր, ընտրական օրենսգիրքը չէր ունենա այն կարգավորումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի արդյունքները ամփոփելուց առաջ տեղամասերի, կոնկրետ տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչի, կամ եթե օրինակ նման տեղամասերը շատ են, ենթադրենք, նշանակի վերաքվեարկություն։ Հասկանում եք, այսինքն այնտեղ ընտրական օրենսգիրքը երկու տարբերակ է նախատեսում, որը որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի վարվի, եթե կան խնդիրներ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դա մի տարբերակը տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում, հետո ամփոփվում է, կամ
եթե շատ տեղամասեր են, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ տեղամասերում նշանակում է վերաքվեարկություն, տեղի է ունենում վերաքվեարկություն եւ նոր ամփոփում է։ Սա ես ձեզ ասում եմ, այսինքն եթե այդպես 1-2 տեղամասը խնդիրը ըստ ձեզ պիտի քվեարկության ընդհանուր համապետական քվեարկության արդյունքների վրա ազդի, այդպես չի, դա ուղղակի ընտրական օրենսգիրքն է, այդպես նախատեսում, ես որ ասում եմ, իմ ասածը բխում է ընտրական օրենսգրքից։